Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայիսի 10-ին ներկայացնելու է ինքնատիպ ու ադրենալինով լի ռոք համերգ։ Վանական խումբը ներկայացնելու է առեղծվածային երգեր համադրելով արտ ռոքը, պրոգրեսիվ ռոքն ու տարբեր էթնիկ տարրեր, իսկ Perfect Legacy խումբն ապահովելու է երեկոյի բարձր էներգիան ու ադրենալինը։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Էմիլ Խոսրովյանը, Perfect Legacy խմբի վոկալիստը եւ Վան Հովհաննիսյանը, Վանական խմբի վոկալիստը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Հոյակապ, շատ լավ։ Խոսենք ու հասկանանք ինչ է սպասվում մայիսի 10-ին եւ սա ինչ գաղափար էր եւ ինչպես իրականացվեց։ Սկսես դու։ Երկե։ Դե ինչպես գիտեք, ռոք համերգները հիմնականում լինում են ինչ-որ underground վիճակներով, չէ, լինում է open air, լինում է մեծ համերգներ, բան։ Այս անգամ որոշել ենք մշակութային կոնկրետ օջախում, Ֆիլոյում, ես իրան տենց անվանեմ, սիրում եմ տենց անվանել, էլի, շատ երկար է, Ֆիլոն ավելի լավ է։ Որոշել ենք այնտեղ մի հատ ընդհանուր performance անենք, այն ինչ որ կապված է մեր ազգայինի հետ, մեր մշակույթի հետ, այն ինչ որ մենք ունեցել ենք, այն կատարյալ ժառանգությունն ու այն ամեն ինչը ինչ որ մեզ թողել են ու այն ամենի ինչ որ մենք հիմա կարող ենք ցույց տալ։ Վանականի հետ որոշել ենք դնենք այդ համերգը, պետքա որ շատ գեղեցիկ լինի, մինչև համերգը պետքա որ հետաքրքիր անցնի, իլյուստրացիաներ են լինելու, հետաքրքիր տեքստեր են լինելու, ընդհանուր զալի առաջին հարկը եւ ներքնահարկը ամբողջովին լցված է լինելու այդ երեկոյի շունչով, պետքա որ կատարյալ հետաքրքիր բան լինի։ Շատ հետաքրքիր է այստեղ մի բան կա, որ ինձ հետաքրքրեց առեղծվածային երգերը։ Ինչա նշանակում առեղծվածային երգերը։ Ինձ էլ է հետաքրքիր է հարցը իրականում առեղծվածային երգեր փորձեմ։ Համադրելով art rock, progressive rock։ Ոչ, այդտեղ ավելի հեշտ կարելի է հաղթանալ։ Մի քիչ էլի պրոֆ մակարդակի վրա է։ Չգիտեմ, լսել եք վանական հայցն։ Հաճելի է։ Մեր երգերի մեջ ոնց որ կերպարներ, ու տենց պատմություններ, դրամատուրգիա էլի կա, չգիտեմ, դրա համար են երևի առեղծվածային բառը օգտագործում շատ շուտ, ես չեմ սիրում ամենայն դեպս այդ բառը, չեմ կարող ճիշտն ասած այդ հարցին, տես լավ պատասխանեմ էլ ինչի առեղծվածային։ Շատ լավ, կոնցեպտը ինչպիսին է լինելու, հա, մեր կառուցվածքը, հետո ֆիլհարմոնիկում, ռոք, սա արդեն մի քիչ դուրս է այդ հասկացողության սահմաններից, եւ ինչ կոնցեպտով է կառուցված ամբողջ համերգային ծրագիրը։ Դե ֆիլհարմոնիկը հիմա շատ հետաքրքիր բան է անում, նոր էքսպերիմենտալ ժանրերին ահագին տեղ է տալիս, երիտասարդությանը հնարավորություն է տալիս, որպեսզի ավելի շատ հանդես գան իր մոտ։ Մենք ընտրել ենք կոնկրետ ներքնահարկը, որովհետեւ այնտեղ որ աուրան լրիվ ուրիշ է, պատերը լրիվ տուֆից են, այդ պատերին հետաքրքիր իլյուստրացիաներ են լինելու, այն հարցին, որ ասում եք վանականի մասով, չգիտեմ, վանը կարող է չի կարա այդ սաղ ասի, որովհետև ինքը բեմի վրա երգում է, ես կասեմ, որովհետև ես լիքը լսում եմ կողքից վանականին, այդ վանականի երաժշտությունը ահա որ միստիկ բնույթ ունի, երբ որ կողքից ես լսում, վանի ձայնը տենց շատ լայն է, իրանց երաժշտությունը ավելի խորն է ու այդ ամեն ինչը ընդհանուր մի հատ այնպես միստիկ մթնոլորտ է ստեղծում, որ ըստ իս ֆիլհարմոնիկի պատերի հետ միասին չգիտեմ, ինչ-որ հենց տենց խորհրդավոր վիճակ է լինելու, հա, դե դրանից հետո էլ մենք կնվագենք, մենք ջղային բաներ կնվագենք մի քիչ, վանականի վրա ջղայնացած կնվագենք։ Չէ, այդքանը ջղայնացած բաներ չենք նվագի, իրականում մենք էլ ենք էթնիկ էլեմենտներով երաժշտություն նվագում, մի քիչ ավելի ծանր բան ենք նվագում, բայց հաստատ նույն, ասենց անգլերեն ասում են, նույն վայբի մեջ է լինելու ընդհանուր համերգը։ Իսկ սա առաջին համագործակցությունն է եւ արդյոք շարունակական կլինի։ Մեր խմբերի մեջ այո, առաջինն է։ Հուսանք շարունակական կլինի։ Մենք փորձենք ոնց որ տենանք կպնում է իրար թե չէ, հա։ Մագիան լինում է թե չէ, նոր էլի շարունակենք։ Իսկ ես ճիշտ եմ հասկանում, որ դուք առավոտյան մարդիկ չեք, Ընդհանրապես։ շատ հանգիստ եք ռոքի աշխարհի մարդկանց համար հիմա։ Առավոտյան մարդիկ Вообще առավոտվա չէ։ Չէ, բայց այդ ռոքի աշխարհի մարդկանց տենց սովորական մարդիկ ենք էլի։ Շատ էներգիայով մարդիկ են։ Չէ։ Շատ էներգիա չունենք։ Այդ շատ էներգիան բեմի վրա է ծաղծում։ Դից ամենակ ու հանդիսատեսից է գալի այդ էներգիան էլի ոնց որ ամբողջ կյանքում կուտակում ես, դուրս ես գալի բեմ Այո։ ու փոխանակում ես անում էլի էներգիայի լսողների հետ։
Մայիսի 10-ին մնացել են ընդամենը 2 օր, հա, եթե այսպես հաշվենք, ինձ հետաքրքիր է ռոքի սիրահարները, այո, ինչքանով են ջարդում դռները համերգի ներկա գտնվելու կամ ինչ դժվարություններ եք դուք հանդիպում հենց այդ առիթով, որովհետև այսօր շատ դժվար է։ Սիրահարներ շատ կան, բայց նրանց հավաքել միտեղ, այդ արդեն դժվարություն է։ Դռները ջարդում։ Այդ մի քիչ խիստ է ասված իրականում։ Չէ, Հայաստան ռոք մյուզիքի սիրահարները շատ են, բայց մետալ մյուզիք լսող մարդիկ են բավական քիչ ու այդ երկու մասանային միտեղ հավաքելը բավական բարդ բան է։ Դրա համար հիմա հենց այս կոնցեպտն ենք փորձում հասկանանք ինչ կստացվի, էլի։ Ոնց որ հույսը չենք դրել, որ պետք է այդպես դռները ջարդեն, բան, ոնց որ ունենք մենք մեր ոնց ասեմ, երկրպագու լսարանը, հա, որ նույնիսկ պատրաստ ենք, ասենք, իրենց անվճար հրավիրելու էլի այդ համերգներին, զուտ ցանկություններն է, որ տենան մարդիկ։ Այս համերգի խորագիրը բան տենց ընդհանուր մթնոլորտը հենց է լինելու, որ ուզում ենք զուտ ինչքան հնարավոր է շատ մարդ տենա, ինչքան հնարավոր է շատ մարդ մտնի այդ աուրայի մեջ վայելի։ Շատ լավ, դե եկեք ուրեմն մի փոքր հիմա համերգը թողնենք մի կողմ ու խոսենք խմբերի գործունեությունից, հա, ինչքան ենք այսօր կարողանում հասանելի դառնալ լսարանին կամ ինչքան այսօր լսարանը անցալելի հենց խմբերի համար։ Շատ բարդ է հասանելի դառնալը։ Դե ռեսուրսները շատ են հասանելիության, բայց ռեսուրսները շատ են, բայց ցանկալի չեն, էլի, ասենք, լիքը մեթոդներ, որ կիրառենք։ Նայեք, արվեստի մեջ լինելով sense, որ ստեղծագործող մարդ ես լինում, լիքը մեթոդներ էլի, տենց նույն social media, որ ասվածը կա։ Այդ social media-ում ես ասենք չեմ կարողանում sense տրամադրեմ ինձ, որ պետքա reel-եր նկարեմ, story-ներ անեմ, պարտաճանաչ, sense, որ feedback ունենամ ինչ-որ, էլի, լավ։ Բայց ինչու՞ դա հեշտացնում է այսօր։ Չէ, հեշտացնում է, բայց դժվար է դրան գնալը իմ համար էլի նույն։ Բայց պատկերացեք, եթե հնարավորությունը չունենայիք, ամեն ավելի դե իհարկե, հա, հնարավոր է, որ ավելի բարդ լիներ, հնարավոր է ավելի հեշտ լիներ։ Բայց իմ կարծիքով ավելի հետաքրքիր կլիներ։ Դե եթե մի քիչ հետ գնանք ու հասկանանք, երբ որ կարային Փիրեյ բան բիրհայտ շատ ակտիվ գործունեություն, այդտեղ չկար social media հասկացողությունը եւ հասանելիությունը ավելի, չգիտեմ, մի տեսակ պարզություն կար այդ շփման մեջ։ Հիմա այդ պարզությունը կորել է, որովհետեւ արանքում կա էկրան, որի միջոցով ես արդեն դու շփվում եւ տեսնում։ Լիքը ժամանակ բավարարվում է ստաժը այդ էկրանի միջոցով էլի, ասենք։ Հա, էլ ինչի գնամ համերգին, եթե կարող եմ այսպես միացնել լսել։ Այն ժամանակ TV-ներ ու ռադիոներ, ինտերնետը չկար ու դե մարդիկ ստիպված նայում էին այդ TV-ին ու այլ ընտրանք չկար։ Իրենք պետք է այդ TV-ին նային, պետք է հասկանային թե ինչ է կատարվում, դրա համար էլ ավելի հեշտ էր դառնում, չգիտեմ, հայտնիություն ձեռք բերելը։ Իսկ հիմա անկեղծելի հիմա չգիտես դու reel նկարես, երգ գրես, այդ երգը փորձես համերգ տաս թե որն անես։ Ամեն դեպքում դրա համար պետք է ըստիս ուրիշ մասնագետ լինի, էլի, չգիտեմ։ Այս դեպքում դες խճճում է, ոչ թե օգնում։ Իհարկե, դրա համար պետք է առանձին մարդ լինի, չգիտեմ, մենեջեր լինի, ով որ այդ ամեն ինչով զբաղվում է։ Ես կարծում եմ, որ կիրականանա պրոյեկտը շատ լավ, եթե ոչ այս համերգին, ապա գոնե հաջորդ համերգներին դռները կջարդեն լավ իմաստով եւ իհարկե միգուցե նաեւ հենց այս ֆակտը, հա, որ ֆիլհարմոնիկում ռոք, միգուցե նաեւ լսարանի սա է մի փոքր զարմացնում, որովհետեւ ձևաչափ այլ է կընտրել, որովհետեւ ամենայն դեպս ռոքի լսարանի համար underground տարբերակները միշտ ավելի այսպես համահունչ են դառնում, սա էլ է underground, բայց ֆիլհարմոնիկի սահմանների մեջ, բայց համոզված եմ, որ այս էքսպերիմենտը հաջողությամբ կպսակվի եւ արդեն կնախատեսեք հաջորդ համերգները։ Չէ, դե Վանը համեստություն անում, ես գիտեմ, որ դռները ջարդելու են այդ։ Այդպես լինելու։ Ուղղակի Վանը հիմա համեստություն է անում։ Ահա, եկեք համեստությունը թողնենք մի կողմ եւ իհարկե վայելենք հենց այդ երեկոն, որը արդեն մայիսի 10-ին է ռոքի սիրահարների համար։ Հիշեցնենք, որ ֆիլհարմոնիկում մայիսի 10-ին ներքևի հատվածում իհարկե լինելու է այս երկու խմբերի ու հետաքրքիր տարբերակներով ներկայացված երգերի համադրությունը, որը կարծում կտա հենց այդ տրամադրությունը, ինչպես արդեն նշեցին, vibe-ը, իսկ մենք փորձենք նախապատրաստել ձեզ այդ տրամադրության, Իջևանի սարգոն սպիտակ չոր գինով, չգիտեմ ռոքին ինչքան է համահունչ, բայց ամենայն դեպս տրամադրությունը շնորհակալություն։ Ձեզ հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալություն։ Դե ռոքի սիրահարներ տեսեք ինչ եք անում մայիսի 10-ին, իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամ փոփենք այսօրվա առավոտը։